դա խաղաղության գործընթաց չունեմ, դա որոշակի իմիտացիա է, որը կարող է վտանգվել ցանկացած հնարավոր փռշտոցի պարագայում։ Դա խաղաղության գործընթաց չի։ Դա ասենց վախվխորած ինչ-որ իրավիճակ է, երբ դու քեզ դրել ես Ադրբեջանի կամքից կախվածության մեջ ու ասում ես իբր խաղաղություն ես կառուցում ներքաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Իսկ խաղաղության պարագայում դու պետք է ասեիր, այս բեմն գնում խաղաղության, ինչ ես գնում 5-րդ դասարանի աշակերտի դասագրքում գրում, որ Հայաստանը իր պատմական հողն է։ Բացատրի ինձ ինչի։ Կամ որտեղ այդ երբ պատմության մեջ դա բան եղել, որ այս տարածքը կոչվի Արամեծյան Ադրբեջան։ Մի պատմական որևէ փաստ բեր անտիկ ժամանակներից։ Այսինքն դու ստեղծում ես զրոյից կոնցեպտ, դու դա մտցնում ես հանրակրթական դպրոցներ, դու սերունդ ես կրթում այդ միտքով ու ստեղ գալիս ինձ համոզում ես, որ խաղաղություն, ընդ որում այդ հետազոտությունը դասագրքերի ես արել եմ մենակ։ Այսինքն դրա վրա պետք է նստել պետական ինստիտուտ մի հատ ուսումնասիրել, թե ադրբեջանցի երեխաները 20 թվականից հետո ինչ են սովորում, լավ 20 թվականը համարենք անցավ պատմությունը կամ 23 ինչ են սովորում այդ երեխեքը այսօր